Բարև։ Չէ, ձերով չենք բարեում, ձերով մեկ օղը եթերի տակ ենք հույսով։ Մի քիչ առաջ ասել էիք, որ գալիս եք, հարցեր եք տալիս, լավ եք անում, եկեք բաց փոխադարձ պատասխաններ լսեք, այդ համար եմ, ստե մի քանի հարց ունեմ տալու։ Կարող եմ տալ, փոխադարձ պատասխանը լսել։ Այսինքն չի խանգարում, լսում եմ։ Պահ։ Հարցերը մի քանիսն են բոլորները կարևոր, բայց ես Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը կա։ Համար առաջի հարց։ 3 հիմնականը տվեք։ Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Այո։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվի ԵՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, բայց դա թողեք մի կողմ։ Բայց այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Մեր ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դրած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դդեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի, բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերությամբ 70 քանիսի 80 քանիսի վրա պետք է արվի։ Ես դրա համար ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Թող լներ։ Մի վարքյան։ Թող լներ։ Մինչև 2010 թվականի թող լներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ձեր ազգանուն ինչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին լսեք, ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է Հա, սա ֆիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որտեղ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Կրված է խրվածին չի եկել, ինձ խարվեք։ Քոչարյան, Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժ, երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբամը պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարելի նշեք։ Այո, կարելի եմ էլի կնշեք։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատկացել եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը կա։ Հարցի պատասխան չկա։ Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Այդ ամենը մանիպուլյացիա։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ, Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահել։ Եվ ես հպարտեմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ։ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կարակոսներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան։ Մի վարքան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ադրանով
ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը մեր շահերը, մերը գրած Հայաստանի Հանրապետության հռչակագրում, որը որ դուք անվանել եք, գիտեն, պետության Ես չեմ ընդունում հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի հակապետական հռչակագիր է, դա կարծիք։ Ես չեմ ընդունում։ Մի հարց էլ տամ, կարևոր հարց։ Շատ եք ասում էլի փող ենք տվել Ղարաբաղցիներին։ Բան չեն Հիմա կարել։ այդ եմ ասում, էլի ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն քննչականը միլիարդասնյակ միլիարդների փոխանցումներ կա ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Չեմ կարա բացառեմ։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարա բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում եք։ Մենք ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում ենք այդ մի վարքան, այդ դուք Արայիկ ինչ եք տվել։ Դուք Արցախը մի վարքան, այդ որ տվել եք, այդ տասնյակ միլիարդները որ տվել եք։ Բայց ես չէի կարող Թողեք ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չէի կարող։ Բայց հարց եմ տալի, որ փոխանցել եք տասնյակ միլիարդներ։ Հասկացել եմ, էլի ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերը վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք այնտեղ։ Դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել ենք ժողովրդին։ Ժողովուրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկ իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես իշխանություն Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել աջակցել Մի են, վարքան, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրի։ մի վարքան ու Արայիկի փողը բաշանել։ աջակցեին։ Մի վար չխառնվեիք, ուղղակի եթե Ինչ եմ արել, չխառնվեիք, որ խառնվել։ ո՞նց չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք խառնվել։ Եկել եք Ղարաբաղ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական։ Եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գոլուշից արել։ Ընտորությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք շատ բանի վրա աչք չեմ Չէ, այդ միլիարդները, ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, այդ միլիարդները կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ 50 միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ։ Հատնում Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստել։ Ասեք չխանդարել, բայց ասում եմ ձեզ։ Չէ, գողի նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ Հիմա ես ուղարկել։ մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Եղբայր, ես Թալանչի չգիտեմ։ կլանի դեմ դուք նրանց օգնում Դե եք։ դուք եք ասում, ես չգիտեմ։ Ասում եմ, Մի րոպե, փաստերը այնա քնչականում։ մի Ձեր րոպե, ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու մի րոպե, երրորդ հասնեմ տալի ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք Չգիտեք, լավ չի որ չգիտեք, որ եթե իմանայիք, որտեղ անհնար է, դուք Արցախին հետևայիք ու մեզ չգիտեք։ Ինչի պետք է իմանայի։ Այդ եմ Ինչի պետք է Հիմա իմանայի։ կարևորագույն Այսինքն դուք տալի։ ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք Մենք ներկայացրել, որ պետք է իմանայի։ կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ո՞վ էր բաժան։ Ինձ եք ասում։ Արայիկի միջոցով, Արայիկին, Ես ոչ մեկի միջոցով փողել եք։ Որևէ մեկն չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ։ Չէ, մի վարքան։ Ես ժողովուրդ, ես ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետք է ազատ կամ արտահայտության հնարավորություն Չի ունենա։ եղել, հեսա կասեմ Չի եղել, կարևորագույն հասնեմ տալ, էլի Հայաստանի Հանրապետության Հանրապետության անվտանգությունից է ելնում։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբից լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի մեր օրակարգում տենց հարց չկա։ Մի եկեք ստի բաներ խոսացեք։ Ինքը ասում է օպերացիոն։ Իր ասելով չի։ Հիմա դուք կարում եք այստեղ։ Իր ասելով չի։ Դու ինչ ես եկես այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք եք։ Իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Ձեր դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտակ։ Դու դե որ հապ չկա։ Ինչա՞ ցույց։ Եկեք ստեղ ադրբեջանական նարատիվները ասում եք Արցախն
ասել, այո չեք կառուցել, չեք կառուցել։ Ես դու քեզ բաստակառուցել 5 բալանել եք։ Որտե՞ղ ես բանալու Ռադը քաշի։ Համբալի մեկ։ Բացվի։ Ես իջել եմ, որ Հանգիստ։ Հանգիստ ասում եմ, հələ ուշադիր մի հատ, լսեք մի հատ, ուրեմն ասում եմ հետևյալը և բացատրում եմ, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները թռռադելն են ստեղից գնան ընդհանրապես, որերը մեկը չվետելա, արա այդ փախած ուներ, արա դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես, Ես ովքեր են արասրավ, եկել են մատապտարներ, այս Ղարաբաղի պսևդոէլիտաները, ռակները տաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արտուրոսը տանեմ, գլուխը պատին ես տովել Արտուրը, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուրոսը տանեմ, թալանչի աննասումն է, դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, եկել են Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5,000 զոհի մասին ես խոսում, այդ տական, ինչի ես կենթանի, ու բանը, Շահրամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի է կենթանի, ինչի չեք զոհվել, որ հիմա ասում եք 5,000 զոհ, ինչի չեք զոհվել, ով արա, ով է ձեզ պահել ընդհանրապես, այս տահակներ, այս Ղարաբաղի պսևդոէլիտային, մեկը չասի, որ Հայաստանում Ղարաբաղի ազգային ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա, արմատ ախիլ եմ արելու բոլորին, գնայեք գեֆեր պայքարելու ժամանակ էր, այդ փախածներ, այդ կոնկրետ ես մեկը, փախածներից մեկն է, չհամարձակվեք գաք ստեղ մատ թապտակ ընդհանրապես։ Ասում եմ, Ղարաբաղի պսևդոէլիտային, Ռոբի, Սերժի, Կալուկացու, Գագոյի գլխավորությամբ, ասում եմ ձեզ Հայաստանից արմատ ախիլ եմ անելու, ստահակներ, դուք ինչի եք կենթանի, դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5,000 զոհ, ինչի զոհ եք 5,000 եղել, ինչի չեք դուք եք զոհերի մեջ, ստահակներ, ինչի դուք եք զոհերի մեջ չեք, Օսիպյան ասում է դու պետք է ինձ դու ով ես արա, դու ով ես որ ես քեզ պետք է իմանամ։ Մի բարգացեք, պարոն վարչապետ, մի բարգացեք։